Հայկական վերածնունդ կուսակցության փորձառու եւ բանիմաց թիմի հերթական հանդիպումը կայացավ Տարան 4 թաղամասում մեքենաշինարարների հասցեի բնակիչների հետ։ Սա այն թաղամասերից է, որտեղ Արկադի Փելեշյանին ճանաչում են նախ որպես բարերարի, ապա նոր միայն ավագանու տեխնացուի։ Թաղամասի խնդիրներից քաջատեղյակ ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը կուսակցության մասնագետներով համալրված անդամների հետ բնակիչներին առաջարկեց ծրագրեր, որոնք նպաստելու են Տարան 4 թաղամասի տնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի զարգացմանը։ Հայկական վերածնունդ կուսակցությունը Արկադի Փելեշյանի գլխավորությամբ ի զորու են իրականություն դարձնել վանաձորցիների երազանքները, վստահեցրեց կուսակցության ավագանու տեխնացու Արթուր Հակոբյանը, թվելով իրեն ծրագրերը՝ բյուջեի ռացիոնալ օգտագործում եւ բաշխում, տնակային ավանների բացառում, բակերի բարեկարգում, լուսավորության, աղբահանության ամենօրյա վերահսկում եւ ոչ միայն։ Մեր ցուցակ գլխավորող Արկադի Փելեշյանը իր կապերի շնորհիվ նախագծեր արդեն կան, որ այդ նախագծերը իր հետ կարող բերին ներդրումներ։ Արկադի Փելեշյանի կապերի միջոցով ինվեստիցիաներ արդեն կարող ենք բերել քաղաք, որով արդեն կամաց կսկսենք քաղաքում ինչ-որ նորությունը, բարեկարգումը, որը շոշափելի կլինի։ Լուսինե Գևորգյանին, ում առավել շատ գրավել է կուսակցության ուսանողակենտրոն ծրագրերը, նշեց, որ իր համար մեծագույն պատիվ էր հանդիպել Արկադի Փելեշյանի հետ։ Վերջինս օգտագործել է հարմար առիթը ավագանու տեխնացուին աշխատանք գտնելու իր խնդիրն անձամբ հայտնելու համար։ Պարոն Փելեշյանը ամեն ինչով աջակցում է ժողովրդին, սա տարեկանգնում մարդկանց։ Դա հերիք է, որ արդեն մարդիկ իր կողմը լինեն եւ օգնեն իրեն։ Նոր եմ ավարտել բժշկականը եւ այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է։ Խնդրում եմ, որ ինձ համապատասխան, իմ ուսմանի համապատասխան աշխատանք ինձ տրամադրի ու ինքը ինձ կօգնի, կաջակցի։ Լիլիթ Երիցյանը առափնյա 22 թաղամասից եկել է մեքենաշինարարներ տեսախցիկի առջև ավագանու տեխնացու Արկադի Փելեշյանի շնորհակալություն հայտնելու համար։ Ես իմացա, որ այսօր այստեղ հավաքույթ կա պարոն Փելեշյանի հետ եւ որոշեցի, որ կամ այցելեմ նրան շատ շնորհակալություն հայտնեմ նրա բարեգործությունների համար եւ հույս ունեմ, որ նրա բարեգործությունները կշարունակվի։ Մինչ տեսախցիկի առջև քաղաքացիները անկեղծանում էին, Արկադի Փելեշյանը լուծում էր խնդիրները կապված աշխատատեղերի բացակայության, քաղաքի լուսավորության, տանիքների եւ շքամուտքների բարեկարգման հետ։ Անհնարին ոչինչ չկա, նշեց Արկադի Փելեշյանը բնակիչներից խնդրելով մի քիչ հավատ եւ օրհնանք տարեցներից հոկտեմբերի 2-ին միասին հաղթելու համար։ Ինչ ասել եմ, արել եմ։ Ծանոթ եմ բոլորին։ Դե լավավոր ծանոթ եք, ինձ թվում է վստահում եք, ինձ շարունակեք վստահելը։ Ես ինձնես կպայեմ, որ ձեր վստահությունը հանկարծ չփոխվի։ Վանաձոր քաղաքը չի կարող ունենալ ավելի լավ ղեկավար, քան Արկադի Փելեշյանն է, նշեց տեխնացուի մանկության ընկերը Կամո Մովսիսյանը հավելելով. Ես ուզում եմ վստահեցնել մեր ժողովրդին, որ ընտրվելու դեպքում Փելեշյանը անպայման իր նպատակները, իր խնդիրները կիրականացնի։ Ինքը դա ապացուցել է մեր քաղաքում, որ ինքը գործում է, ոչ թե խոսում է։ Փելեշյանը ավելի քիչ խոսում է, ավելի շատ գործում է։ Ու ինքը ապացուցել է իր բազմաթիվ գործերով։ Դրա մասին կարող են մեր տասնյակ, հարյուրավոր, հազարավոր բնակիչներ վկայություն տան։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։